Կիցս Եվրոմոտորսի մարքեթինգի բաժնի տնօրեն Մարիանա Աբրահամյանն է։ Տիկին Աբրահամյան, մարքեթինգային առումով սա ինչ խնդիր է առաջացնելու, որովհետև լուրջ արշավներ եք տարել մարքեթինգի առումով, բայց արդեն 5 օր շարունակ խնդիր ունեք եւ նաեւ հարված է հասնում ընկերության մարքեթինգին։ Շնորհակալ եմ հարցման համար։ Իհարկե, անսպասելի եւ անակնկալ ձևով վթարային իրավիճակ է ստեղծվել։ Խոսեմ նախ իմ բաժնի անունից, մենք առաջիկայում, այսինքն հուլիսի 14-ին կոնկրետացնեմ, պլանավորում ենք iX3 նոր ավտոմեքենայի, BMW ավտոմեքենայի շնորհանդես։ Պատկերացնում եք, այսինքն մեկ շաբաթ առաջ կասեցվում է ընկերության ամբողջ գործընթացը եւ մենք ստիպված ենք կասեցնել միջոցառումը։ Նախապատրաստական միջոցառումներ են տեղի ունենում, այդ ամբողջը գործընկերների հետ մեր պարտավորությունները, հաշվետվություններ ունենք, վերջնաժամկետներ ունենք։ Բացի դրանից, մարքեթինգը բնականաբար մնացած բաժինների հետ շղթայաբար կապված է, այսինքն մեկ բաժնի աշխատանքի խաթարումը նաև խաթարում է մնացած բաժինների աշխատանքը։ Շատ վատ իրավիճակ է ստեղծված, ակնկալում ենք, որ երկուշաբթի օրը 12-ին հուլիսի կվերաբացվի մեր ընկերության աշխատանքը, բնականաբար ինչպես ընկերության աշխատանքն է խաթարվում, այնպես էլ բոլորը ունեն ընտանիքներ, աշխատում են եւ այդ աշխատանքով են պահում իրենց ընտանիքները։ Նաև պետք է հավելեմ, որ ընկերությունը միշտ բարեխղճորեն կատարել է իր աշխատակցի հանդեպ պարտավորությունը, միշտ կանգնած է եղել ընկերության աշխատակցի կողքին, զորակցում ենք պարոն Ծառուկյանին եւ ակնկալում ենք շուտապույտ վերաբացում ընկերության եւ բնականon աշխատանքը վերսկսվի։ Շնորհակալություն, զրուցակիցս Եվրոմոտորսի մարքեթինգի բաժնի տնօրեն Մարիանա Աբրահամյանն էր։